Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ուղիղ եթերում Նոյան Տապանն է, տաղավարին հյուրընկալ եմ քաղաքական գործիչ Վլադիմիր Պողոսյանին։ Բարև ձեզ, պարոն Պողոսյան, շնորհակալ եմ Նոյան Տապանի հրավերն ընդունելու համար։ Պարոն Պողոսյան, պատմական փաստաթղթեր հրապարակվեցին եւ այս մի քանի օր այդ հրապարակումների հետ կապված մեծ քննարկումներ եւ ազգային ժողովում եւ դիմադիրներ եւ իշխանություն, ինչպես նաեւ հանրությունը։ Հիմա որպես քաղաքական գործիչ եւ մարդ, ով անցել է պատերազմի բովով եւ պատերազմի Ղարաբաղյան շարժման ակունքներում է եղել, այս բանակցային ամբողջ փաթեթի հրապարակումը ինչ նպատակ է հետապնդում իշխանության կողմից, հատկապես հաշվի առնենք, որ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այս փաստաթղթերը եւս մեկ անգամ ապացուցում են, որ Ղարաբաղի հարցի մասին չի եղել այդ քննարկումները եւ բանակցությունները, այլ Հայաստանի Հանրապետությանը եւ Ադրբեջանին պահել են թակարդի մեջ։ Դե գիտեք ոնց ամենակարևոր ինչու համար են հրապարակում այս փաստաթղթեր ներկայացնում են, չէ՞։ Այդ դրա համար, որ ինքը ասում է ես մեղք չեմ։ Իրենց փրկում են եւ պատասխանատվությունը տեղափոխում նախկիններին։ Դրանք պիտի իրենց մաքրվեն, ասեն մենք չենք, բա մենք ինչ կապ ունենք, տենում եք մեջև մեզ հանձնել են, բան են արել։ Նայեք ես վերջից սկսեմ, այդ 19 թվի, որ դրանք հրապարակել են ինչ-որ առաջարկություն է եղել, հա, բայց ինքը չի ասում, ինքը ինչ պատասխան է տվել, դուք լսել եք, որ ինքը դրա մասին, այո, դրա մասին չկա, բայց այդ վերջի 19 թվի վատ պակետը չի։ Ընդ որում ասում են դրանով Արցախը մնում էր, Արցախը փրկվում էր, ամենալավագույն։ Այնտեղ վերջում ոչ թե 6 շրջան ենք հասնում, այ 5։ Վերջում կառավարչարել մնում էր մոտ։ Ու ինքը չի հասկանում, որ ինչ է նշանակում հետաձգման կարգավիճակը, այդ ինչ է նշանակում։ Եթե համաշխարհային ստատուսն է, համաշխարհային կարգավիճակն է ստեղծվում, այսինքն եթե Միսկի համանախագահների խմբի համանախագահներ ասում են այս առաջարկությունն է, մենք դեր ենք կաղնում, այսինքն դա ինչ է նշանակում։ Ինչ որ մի հատ փաստաթուղթ են ստորագրում, ասում են 5 շրջան, մենք էլ դեր ենք կաղնում, որ ուժ իրավունքությունս օգտագործես այլևս, եթե կօգտագործես, մենք էլ կօգտագործենք քու դեմ, մենք քեզ կստիպենք խաղաղության գնալու։ Այդ առաջինը։ Երկրորդը, եթե դու կարգավիճակը հետաձգվում ես, խոսքունակ միջև չպայմանավորվեք, ոնց է ստացվում, այսինքն համաշխարհային կարգավիճակն է ստացվում։ Ասում են հետո, մի 50 տարից հետո, 100 տարից հետո, չգիտեմ, 20-30, բայց այդ արդեն всё, այդ կարանք հաշվենք, գրել պատերազմը երկար տարիներ չի լինելու։ Մենք էլ չգիտենք Նիկոլ Փաշինյանն ինչ պատասխան է տվել իրանց։ Նայեք, 10 առաջարկությունից 9 բացի այն բանից, որ Ռոբերտ Քոչարյանը եւ Արկադի Գուկասյանը համաձայն են եղել, առաջարկել են, որ այդ կոչումը ընդհանուր տուն կամ ինչ-որ sense կոնֆեդերացիայի բանով, որ Ղարաբաղը մնում Ադրբեջանի տարածքում, բայց ավելի մեծ կարգավիճակ է ստացվում ու Արկադի Գուկասյան եւ Ռոբերտ Քոչարյան համաձայն են եղել այս կոնֆեդերացիայի ստատուսով։ Այսինքն որ Ադրբեջանի կազմում են общий дом, որ ասում են, ընդհանուր տունը, այդ Ռոբերտ Քոչարյանն առաջարկություն եղել, Ալիևը հրաժարվեց այս բանից։ Մնացածը 9 բանը առաջարկություններ, ինչ որ կապված մադրիդային պրինցիպներ, սկզբունքներին, հետո Կազանսկի սկզբունքներին բան, դեռ լրիվ ուրիշ բաներ է։ Վերջում որ այս բանը եղել մադրիդյան սկզբունքների հիմքերը ստեղծել են Կազանում, չէ՞, մենք կարող ենք հանդիպել։ Այո, Կազանյանը բան հանդիպել են։ Վերջի մոմենտում սեր համաձայն է, դուք լավ առաջարկություններ ա եղել։ Այսինքն մենք շրջանները հասնում ենք Լաչինը մնում է, կառավարչարը բանակցությունների Ղարաբաղը մնում է, իրան կարգավիճակը հետաձգվում է։ Մի մոմենտը բան Ալիևը համաձայնվեց, հետո վերջի մոմենտում հրաժարվեց։ Սերժ Սարգսյանն համաձայն է եղել։
Սենց չէ որ Նիկոլ Փաշինյանը ասում է Ղարաբաղը հազում եք 5 շրջան կամ 6 շրջան որ դու հազնում ես չի նշանակում որ Ղարաբաղը հազնում են հիմա ժողովուրդը պիտի հասկանա այն ժամանակ ոչ թե մենք այդ 7 շրջանը որ եղել է մեր ձերքում սենսնես պրոստը մեր հավասարի համար վերցրել ենք իմանալով որ բանակցություններ լինելու է շուտ տաղուշ լինելու է բանակցություններ այդ բանակցությունների մենք գնալու ենք բայց որ դու գնում ես բանակցություններ դու պիտի այդ այս կոզերներ պիտի ձերքի մեջ ունենաս խոսքի օրինակ դու ասում ես ես այս կամ տալիս եմ այս բանը ստանում եմ Արուցախի համար է եղել այդ 7 շրջանը բացի դրանից որ դա ավանդանկության գիծն է եղել նույն ժամանակ մտածել ենք այն ժամանակ որ օրագալի որ մենք սկսել ենք բանակցություններ ինչ ենք առաջարկում ադրբեջանցիներին ասում են կամ 5 կամ 6 շրջան ես վերցնում Ղարաբաղը կամ ճանաչում ես կամ իրան կարգավիճակը հետաձգում ենք ու այս բանով միշտ բանոցներ այս գիծով է եղել բայց եթե մենք հիշենք որ Լևոն Տեր-Պետրոսյան 97 թվականին առաջարկեց այս գաղափարներ որ որոշել են 3 պետությունը Ֆրանսիան, Ռուսաստան եւ Միացյալ Նահանգներ Մինսկի համախմբի նախագահներ առաջարկել են որ Ալիևը Գեյդար Ալիևը եւ Լևոն Տեր-Պետրոսյան ստորագրում են հաղորդության պայմանագիրը Ալիևը այնտեղ նույն կետնա ստորագրում որ իրավունք ունի ուժ օգտագործել բայց դեռ մի հատ հետաքրքիր մոմենտ է եղել Ղարաբաղը ճանաչում է որպես մոդերատոր այսինքն համաշխարհային բան է ստացվում կարգավիճակն է ստացվում դեռ նշած է եթե Հայաստան ու Ադրբեջանը բանակցում են վերջում Ղարաբաղը նայում է որ դուր չի գալի եթե Ղարաբաղը ասում է չէ ուրեմն չէ է Այսինքն վճռորոշ ձայնը եղել է Ղարաբաղին վերջի ձայնը Արցախի ձայնը բացի դրանից սկզբից եղել է 6 շրջան մենք տալիս ենք Լաչինը մնում է մեր մոտ ու այս կարգավիճակը մենք պահում ենք տարիներով բայց Ադրբեջան վիզա վերցնում որ գարանտա կողնում ես ուժ չեմ օգտագործելու նույն ոչ թե Մինսկի համախմբի նախագահներ ասում են նայ մենք կողքը կանգնացենք մենք մտնում ենք խաղապահ զորքերով Ղարաբաղ Ադրբեջան 20 կիլոմետր իրան զորքը հետ է քաշում պատկերացում եք իրան բանակցություններ վերադառնում են նորից այս Զանգելան, Կուբատլի ու նեղ բան նշած է եղել 1000 հոգիրա մի հատ ոստիկան այնա ատրճանակով ուրիշ զենք չունենա այսինքն եթե դաժե մի 300,000 բնակիչներ վերադառնում են դառնում է մոտորապես ասենց ասեմ 300 ոստիկան ինչ վտանգ կա դրա մեջ չէ բայց վերջում իբրև նո շանս ա եղել որ պայմանավորվենք կառավարել է մնում մեր մոտ բայց Լաչինը հաստատ կա ու կա բացի դրանից մակում ավանդանկության խորհրդում այդ պետությունները էլ տալիս են ապահովում են որ տալիս են գարանտիան եթե Ադրբեջանը փորձելու է ուժ օգտագործել դրանք խառնվում են ուժով Էդի կարանք համարվեք որ Գեյդար Ալիևը պատրաստ է եղել կապիտուլյացիան ստորագրի Էդի կապիտուլյացիա Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան ու ուրիշներ դեմ են եղել ասում են չէ գնա իրանց ասա մենք ուժեղ ենք դու մեզ ճանաչեն լրիվ այդ 7 շրջանով բանով ամեն ինչով նախագահն ասում է լսեք ես ում գնամ ասեմ որ դու ուժեղ ես ասենց ուժեղ տղերք եք ում ասեմ Միացյալ Նահանգներին պիտի ասեմ Ֆրանսիային ասեմ ռուսներին ասեմ որ Ռոբերտ Քոչարյան ուժեղ տղա է ասում է ճանաչի մեզ հա ու դրանք իմանալով որ ժողովուրդը նայ ու սկսել են լրիվ ուրիշ պրոպագանդան անել իբրև դավաճանությունն է հազնում են դե հազնելու բան չկա դավաճանություններ չի եղել
Այսինքն եթե մենք 5-6 շրջան ենք տալիս Լաչինը մնում է մեծ մոտ հաղապահ զորքերը դրսի ոչ թե Ռուսաստանն Դա առաջի փուլում է Այդ խաղապահ 97 զորքերը առաջին 97 մտնում են ու Ալիևը տալիս է գարանտիան որ չի արձակվելու չի արձակվելու ու չեմո իրարելու չի բան կիրառվելու։ դա շատ մեծ բան է մանավանդ զորքը քաշում է 20 կիլոմետրից ավել այսինքն դեղիչ դավալ դրանք օգտագործել են այս առաջարկությունը Ովքեր դրանք Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան դրանք մի մոմենտի Վազգեն Սարգսյանն էր միացել, հետո փոշմանեց, բայց արդեն որ հասկացել է ինչ ա եղել, շատ ուշ ա եղել։ Սկսել են օգտագործել այս իրավիճակը, ամեն ինչ արել են, որ նախագահ տվել է հրաժարական։ Ասես տղայք գնացեք պայեք։ Տղերքեք գնացեք պայեք էլի տրամա։ Խոսքը Լևոն Տեր-Պետրոսյանի մասին է։ Այո։ Նայեք, իշխանության վերցնելու համար այ սաղ այդ սկզբունքներ ջարդփուշուր են արել ու այն վարկյանից Հայաստան սկսել է գտնվել շատ վտանգի տակ, շատ, որովհետև եթե դուք մեծ պետություններին, որ առաջարկություն են անում ու վատ առաջարկություն չի, դու ասում ես չէ, պարզ ասել են դե եթե չէ, դե լավ, գնաց կպայես եթե կկարաս, ու դրանք չեն պայել, հետո երկրորդ կատաստրոֆիկ քայլ, երբ Ռոբերտ Քոչարյան բանակցություններից Արցախին հանում է, Արկադի Գուկասյան միշտ փայկարել է, որ երկար, այսքան էլ երկար չէ, բայց փայկարեց, փորձեց փայկարեց, որ ասում է չէ, Ռոբերտ Քոչարյանն ասում է, եթե դու ասելու ես չէ, ես այն հայտարարեմ, որ դու պատերազմ ես ուզում, ու Արկադի Գուկասյան համաձայնում է, ու դուրս գալ է, ու ասում է, ես այս լիազորությունը տալիս եմ Հայաստանին, այդ երկրորդ սպանությունն է եղել Հայաստանին, երկրորդ, դրանով ավարտում ենք, էցի ինչ որ եղել է, այդ մեր իշխանությունը սարքեց Ռոբերտ Քոչարյանին։ Այսինքն դուք էլ եք համամիտ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարության հետ, որ Հայաստանը թակարդի մեջ են գցել եւ դա մի վարքան։ Հետո այ մոտենում եմ ամենակարևոր ոչ թե թեզեսներ, այ գաղափարներին, որ մենք պիտի հասկանանք ինչ ա եղել ու ոնց ա եղել այդ ամեն ինչը։ Դրանից հետո, որ այդ բանակցությունները սկսել են արդեն։ Ես նորից ասում եմ, 10-ից 9 եղել է մեր օգտին։ 10-ը 9 եղել է մեր օգտին։ Երբեք չեն խոսացել, որ Ղարաբաղը հանձնվում է ադրբեջանցիներին ու Ղարաբաղը մնում է իրանց կազմի մեջ։ Միշտ նշել են, որ կարգավիճակը հետաձգում ենք։ Սկսենք այն վերջի Կազանյան գաղափարներից, որ մադրիդյան սկզբունքներում այդ հիմքն է։ Դեռ ինչ են ասում։ Ասում են նույն բանը հաղապահ զորքերի մասին, Ադրբեջան ուժը չի կերարում, Եվրոպան, Ռուսաստան, Ամերիկան տեր են կաղնում ու թույլ չեն տալի, որ ինչ որ մեկը արձակվի Ղարաբաղի իրան։ Հիմա ամենակարևոր ու ամենագլխավոր ինչ որ ես պիտի ասեմ։ Այս վերջի պրինցիպների, Կազյանյան պրինցիպների, որ սկզբունքներ, որ Սերժ Սարգսյան պատրաստ է եղել ստորագրել եւ սկզբից Ալիևը համաձայն է եղել վերջում Իլհամ Ալիևը հրաժարվում է։ Ստե հարց առաջանում, ինչու։ Հիմա ես ձեզ ասեմ, իրոք Ռուսաստանն է ուզեցել, որ Հայաստան ու Ադրբեջան հարցը կարգավորում է։ Ես ձեզ ասում եմ, վստահաբար չէ։ Դուք լինեք վարչապետ կամ նախագահ, ես լինեի վարչապետ կամ նախագահ։ Եթե ես կգայի կասի նախագահների հետ միտքի համախմբի նախագահներին ասեմ, որ գիտեք, ես պատրաստ եմ ստորագրել, հենց հիմա, գրիչ տվեք ստորագրում եմ, հենց հիմա,
Ես կասես, հա մի վարքյան սպասի։ Հələ սպասի մի հատ խոսանք նայենք, ով ինչու համար, հələ նյուանսներ կա, նուրբություններ կա մեջը։ Ռուսաստան կխանգարի, կասե Ալիևին է, աղբեր ուր ես բանալում, ինչու ոչ մեկին ձեռնատու չի եղել։ Այսինքն ավելի սենց ասեմ, նշեմ, որ Ռուսաստանի համար դա շատ վտանգավոր քայլ է եղել։ Հիմա պատկերացրեք Հայաստան եւ Ադրբեջան ստորագրում են 50 տարվա համար այս բանը խաղաղության պայմանագիրը։ Խոսքը օրինակ Ալիևը գժվեց, ասեց համաձայն եմ Ղարաբաղի կարգավիճակը հետաձգում ենք, համաձայն եմ զորքը 20 կիլոմետր հետ եմ քաշվում, գալիս Հայաստանից ստորագրում են, ուսը հարցը փակում է, չէ՞։ Դրանից հետո Ռուսաստանը իրան գործիքները կորցնում է։ Չի կարող հասնել ոչ Հայաստանը իր, ոչ ադրբեջանցիները իր, չէ՞։ Հետագայում պարզ չի լինելու, ինչու համար այդ գործիքը պետք է լինի։ Այդ գործիքը։ Ուրեմն այս պատերազմը, որ եղել է 20 թվականին։ Հիմա պատկերացրեք, եթե մենք Ղարաբաղի հետ կապված հարցերը մենք ստորագրում ենք, լավ, խոսք գնանք դեռ միայն Ղարաբաղի մասին ենք, չէ՞ ստորագրում։ Всё, ուրիշ բան չկա։ Բայց հիմնական հարցը Ղարաբաղը չի եղել։ Ոնց որ 99 թվում, որ Կարեն Ջեմիրճյանը եւ Վազգեն Սարգսյանը սպանել են։ Հիմա որ հիմա տեզեսներ են գցում այդ ռոպագանդայի մեջ, իբրև վախեցել են, որ Կարեն Ջեմիրճյանը կարող է դառնալ նախագահ բաման, դրա համար են սպանել, չէ։ Զուտ Հարավային Հայաստանի հետ կապված։ Մեղրի հետ կապված։ Նույնիսկ հիմա պատկերացրեք, մենք ստորագրում ենք, բայց ասել են, բեզի պետքա որ այդ ճանապարհները էլ բացվի։ Մենք էլ ասում ենք, ինչու՞ համար մենք չենք բացում։ Չեն կարան ստիպեն։ Այսինքն գործիք էլ չկա որ կարան ստիպեն։ Ով պիտի մեզ պիտի պայտարած հայտարարեն, արդեն սա ստորագրել են։ Ֆրանսիա, Միացյալ Նահանգներ, Ռուսաստանը ստորագրում են։ Հաղապահ զորքեր պիտի մտնեն Ադրբեջան, բայց ռուսը կտողի որ ֆրանսիացիք եւ ամերիկացիք իրանց զորքերի մտնեն հարավային Կովկասը։ Իհարկե ոչ։ Բայց արդեն պլանավորված է եղել պատերազմ Ուկրաինայի դեմ 14 թվականից արդեն պլանները մշակել են։ Ռուսները հասկացել են, որ եթե դրանք պատերազմ են սկսում, Եվրոպայի սահմանը փակվում է, մնում է մի հատ գիծ, երկու գիծ է։ Միջինասիան եւ Չինաստան։ Ու բարձա դեղել երրորդ բանը Հնդկաստան։ Ու դրանք հասկանում են, եթե դրանք այդ նավթ, գազ, դրանք ուրիշ բան ծախելու բան չունեն, չէ՞, մենակ առնում են, ծախելու բան էլ չունեն։ Կարան փետ ծախեն, ծարեր այդ մետալներ են ծախում, ոսկի, բրիլյանտներ են ծախում, տարբեր ինչ որ հողը տալիս է ծախում են, ուրիշ բան չեն արտադրում, չկա Ռուսաստանում։ Դրանք հասկանում են։ Օկտոբեր են այդ Չինաստանը եւ Հնդկաստանը ասել են, չէ, այդ գինոյը մեզ հետաքրքիր չի, չէ, գնա Եվրոպա, Եվրոպա էլ փագա։ Դրա համար ինձ այս ճանապարհը պետք է եղել, որ այս մենք սահման ենք բացում Թուրքիայի հետ, ինքը այդ սանկցիան անցնելու է։ Միջև հիմա, ինչ որ մենք ասում ենք այդ ճանապարհը բացում ենք, այդ որ ասում ենք Տրամպի ճանապարհ, Տրամպը նայեք, ինքը ոչնչացնում է հիմա Ուկրաինային։ Մահաբեր է բերում, նայեք։ Տրամպը ռուսների համար Ուկրաինային ոչնչացնում է։ Իրանց համար, գիտեք այդ մեր համար են ճանապարհ բացում, չէ։ Ալյասկային պայմանավորել է հարավային Կովկասի հետ կապված, Կովկասի հետ։ 9-րդ կետն է։ Էսի Տրամպի ճանապարհը դա 9-րդ կետն է։ Որ Ռուսաստանը կարա հանգիստ շնչի, որովհետև ամերիկացիք էլ հասկանում են, որ պատերազմը երկար է տևելու այլ որ Ուկրաինայում։ Իսկ ռուսները պիտի շնչեն տնտեսությունը։ Հիմա դրա համար ես ասում եմ Սերժ Սարգսյանը, թեկուզ Նիկոլ Փաշինյանը գնանք ասեն, որ վաղը հենց հիմա ստորագրում եմ, պատրաստ եմ, էս անեմ, այն անեմ, Ռուսաստանում մի հատ պատճառ կբռնեն, ամեն ինչը կանեն, որ չէ։ Հնարավոր չի ստորագրել,
միջև պատերազմը չին ու պատերազմը ստացավ։ Այսինքն խոսքը միջև 2020 թվականի մասին է, այս իրադարձությունները դուք Ամբողջ համադրում այս եք ծրագիրը, պատկերը բերում ամբողջ միջև այս- 2020 թվականը։ Այո, ամբողջ այս ծրագիրը պետք է եղել ոչ թե Ղարաբաղը նվեր տալ ադրբեջանցիներին ու այդ հարցը փակում է ու սա всё հանգստանում են դրանով սուսպուս նստում են։ Ամբողջ այս ծրագիրը պետք է եղել, որ Հայաստանը թույլատնեն ամբողջ համակարգը, ամբողջ ժողովրդի հոգին ջարդեն, բանակի թույլատնեն, սկսեն կրճատումներ անել, միշտ գաղափարները գցեն մեր ժողովրդի գլխի մեջ, որ մենք թույլ ենք, պիտի համաձայնվենք, եթե թե սենց ալնելու, եթե ես չմնեմ պատերազմ ալնելու, հասկանում եք, չէ՞, այդ նույն գիծն է, այդ գիբրիդային պատերազմը սեփական ժողովրդի դեմ։ Չնայած որ Նիկոլ Փաշինյանը այդ բան Ռուբեն Ռուբինյանը, Ալեն Սիմոնյանը միշտ խոսում են գիբրիդային պատերազմի մասին։ Հա, ես չեմ ասում գիբրիդային պատերազմը չի գնում, բայց ցեղ մի բան պետք է նշեմ, ոչ թե հայ ժողովրդի դեմ, եթե գիբրիդային պատերազմը թեկուս էլ կա, ոչ թե մեր ժողովրդի դեմ, իրանց դեմ, բայց դրան գիբրիդային պատերազմ են տանում, սեփական ժողովրդի դեմ, ես հենց եմ համարվում, այսինքն ինչ է նշանակում եկեղեցու կոնֆլիկտ ստեղծված, չնայած ինտիմության ձեռքով են ստեղծել, նույն Ռոբերտ Քոչարյաններ, այդ դաշնակներ, իրանց ձեռքերով են ստեղծել այդ եկեղեցու պատմությունը։ Հետո այդ վիդեոները նկարվել, մտնում են ընտանիք, սկսում են կեղտոտ բաներ օգտագործել, կեղտոտ բառեր օգտագործել, չհամանչելու որ երեխեք են լսում, երեխեք են կարդում, չէ, նույնը ձեր երեխեք են կարդում։ Այս սերական օրգանների մասին, դու մարդել չի ասում, իմ երեխեն էլ է կարդում, խոսքի օրինակ, չէ։ Նայեք, ամեն անգամ երեք ասել են, որ կատալիկոսը գործակալ է։ Ավակ լեյտենանտին ինչ որ զեկուցում է։ Նախ եւ առաջ էդի շատ ցածր մեղադրանք։ Նիկոլ Փաշինյանն է ասում է, ինձ պետք չէ, ինձ պետք է ավելի ամուր մի կաթողիկոս, վարդյա։ որը գործակալ չլինի եւ ոչ թե Նայեք, այդ Հայաստանում սաղ գժվել են։ Բերանից ինչ դուրս է գալի, ասում են։ Հիմա նայեք, սենց ասեմ, եթե վարչապետ ասում է, որ Գարեգին երկրորդը գործակալ է, то գործակալներում պոտանոներ կա, չէ, պսիվդանիմներ կա, խոսքունակ, թող ասեն իրան պոտանոները ոնց է կոչում, երկրորդ գործակալներին, որ խոսքունակ, ես էլ որ աշխատել եմ, մարդիկ եղել են, որ իմ գործակալներ են եղել, դրսում էլ, ասում եմ, մենք իրան անուն ենք դնում, խոսքի օրինակ, դու սենց ասում X խոսքի օրինակ, ու հատուկ գործ է բացում, գործակալների գործակոչում, սենց ագիտուրնի գործակոչում, կոպեն ցույց տվեք, որտեղ նշած է, որտեղ գործակալ գաղտնիք ձևով այդ գործը կոպիաներ եք հանել, ցույց տվեք այդ առաջինը, երկրորդը, ասում եք ավակ լեյտենանտի նյարդայնություն, խնդրում եմ, այդ ձայնագրությունները բերեք, հրապարակեք, կինո, ֆոտո, նկարները ցույց տվեք, որտեղ Գարեգին երկրորդը նստած է, ինչ որ մեկը այդ պայմանավորվում է, որ Հայաստանին պիտի ոչնչացնեն։ Եթե այս կանը չեք կարող ապացուցեք, ժողովուրդ ջան, խնդրում եմ, այդ թեմայով մի խոսացեք, որովհետև դուք մասնագետ չեք ու բան չեք հասկանում, ինչ եք ասում։ Եմ մանիպուլյացիա են անում։ Նախ եւ առաջ, դուք պիտի հասկանաք, կատալիկոսը շատ մեծ կարգավիճակ ունի, չէ՞, մեծ ստատուսն է դա։ Դուք ոնց եք պատկերացնում մի հատ ավակ լեյտենանտ, խոսքի օրինակ, իրան կուրատորն է։ Դուք հասկանում եք ինչ եք ասում։ Այն մինիմում գեներալ բիդել, մինիմում։ Դա մինիմում։ Երկրորդը, եթե վարչապետ ասում է, ինքի ավակ լեյտենանտին զեկուցում է, ինքի պիտի պատասխան տա։ Ոչ թե ես Գարեգին երկրորդին եմ պաշտպանում։ Ես ասում եմ, չի կարելի Հայաստանում այդ մշակույթ բերել։ Ով ինչ ուզում ասում է, ապացուցեք, թող ացեն, վաղ հայտարարություն անի, որ ասա, հա, ավակ լեյտենանտը Իվանով Իվան Իվանովիչ, ավակ լեյտենանտ, այս դիպարտամենտի ծառայող, այս բաժնի պետ, բաժանմունքի պետ, ՖՍԲ-ին արտաքին հետախուզության կամ ռազմական ռազմավետքային ծառայողը ինքը իրան անուն ազգանուն, որտեղ ապրում, ինչ անում, ինքը բանին կուրատորն է։ Եթե մեր աղացեն վարչապետը
Չի կարող ապացուցի թե հավայի զրույցները, ու բացի դրանից, որ ինքը նորից ստեղծում է շատ ցանցերի իրավիճակը Հայաստանում, ուրիշ բան չի բերում, երկրորդը Գարեգին, երկրորդը կարա դատի տա իրան։ Ու վարչապետը պարտվելու բանդեղ։ Չի կարելի, այդ նույն բանը, որ Գարեգին երկրորդը կարա դուրս գա, իշխանավորներին ասի, որ դուք իմ տվյալներով դուք Ալ-Կայդայի անդամն եք, կամ Թուրքիայի խոսք ունեք, հատուկ ծառայությունների բանն եք, գործակալն եք։ Էլ մի դա ասենք, չէ, հարգելի Գարեգին երկրորդ, որ բերան ես բացել, ասում ես դրան գործակալ են, արի ապացուցի։ Եթե չես ապացուցում, գնա պատասխան տուր։ Հայաստանում եք դրանք Հայաստանում ինչ իրավիճակ են ստեղծվում, իրար ուտել, կեղտոտել, կար շպրտել։ Նպատակը որն է, պարոն Պողոսյան։ Ես ասում եմ, այդ դրսի հանձնարարությունն է։ Դրսի հանձնարարություն։ Պարոն Պողոսյան, դուրս գան կարճատև գովազդային դադարի, որից հետո փորձենք ամփոփել ամեն դեպքում երեկվա փաստաթղթերի հետ կապված եղել են նաև հայտարարություններ ազգային ժողովում, լսենք նաև ձեր տեսակետը։ Հարգելի հայրենակիցներ, այժմ գովազդային դադար մեր եթերում, որից հետո կվերադառնանք տաղավար եւ կշարունակենք, հետևեք խնդրեմ։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Վաճառվում է գերմանական հնաոճ դաշնամուր 1892 թվականի արտադրության ֆոն Մուրբախ։ Գտնվում է գերազանց վիճակում։ Կինը 15000 ԱՄՆ դոլար։ Հեռախոսահամար 094 115 310։ Երևան շիփինգ, սենսացիա ստեղ, հա։ Այո, ճիշտ եք եկել։ Սանդրոցներ Երևան ուղարկելը $2.99 օթանավով։ Այո, Իսկ եթե դոլար ուղարկես, դոլար ստանան։ այո, Իսկ որ տանեն տուն հասցնեն, էլի մի տոկոս, հա։ 2%։ Ասա ծրի է, էլի։ Ժողովուրդ սենսացիա, ծրի է։ Նորթ Հոլիվուդ, Գլենդել։ Ջաքփաթ հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաեւ կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Ջաքփաթի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Ջաքփաթ հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ։ Արարատ ռեստորան, հասցեն ամփոփող, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Տպագրեք ձեր գիրքը Նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։
Հարգելի հայրենակիցներ, նոյանդապանը կրկին եթերում է եւ իմ հյուրն է հիշեցնեմ քաղաքական գործիչ Վլադիմիր Պողոսյանը։ Պարոն Պողոսյան, հիմա դուք նշեցիք, որ մինչեւ 2020 թվականը ամեն ինչ արվել է, որպեսզի Հայաստանը ներքաշվի պատերազմի մեջ եւ Հայաստանի հարցն է եղել ավելի շատ, քան Լեռնային Ղարաբաղի։ Եվ 20 թվականի պատերազմն էլ հենց դրա համար էր։ Մենք հիմա խոսում ենք նաեւ 20 թվականից առաջ 2019 թվականի ներկայացված պլանի մասին եւ երեք Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ եթե այդքան լավ փաստաթուղթեր, ինչու հենց նախկինների ժամանակ չի ձեռնարկվել, թեև 19 թվականի մասին է խոսքը, բայց այնտեղ մեջ էր բերում, որ 18 էլ կա։ 18-ն էլ կար, մի խոսքով, եթե ավելի լավն է եղել, ինչու հենց իրենց ժամանակ, այսինքն նախկինները այդ հարցը չեն լուծել եւ ամեն ինչ թողեցին հենց 2 տարվա իշխանության եկած այդ նոր իշխանության վրա։ Նայեք, այդ ինչ որ Ընդ որում 2019-ի փաստաթուղթի համար նա նշում էր, որ դա ինքնուրույն փաստաթուղթ չէ, երբ իրեն չի ներկայացվել որպես ՀՀԿ Միսկի խմբի նոր առաջարկ։ Նայեք, 19 թվի ինքը պիտի պատասխան տա ինչու, ինքը ինչ պատասխան է տվել, ինքը պիտի ասի չէ, հրապարակի բաներ ա եղել, առաջարկություններ ա եղել, պիտի ասի, որ ես սենց պատասխան եմ տվել։ Մենք էլ կարանք ստուգենք, սենց պատասխան ա եղել, դա չէ։ Այդ առաջին։ Երկրորդը 18 թիվ Սերժ Սարգսյան պատրաստ ա եղել ստորագրել, հրապարակեց ու խոսքա տվել, ես ստորագրում եմ։ Այդ դրանից հետո Սերժ Սարգսյանը ինչ պիտի անի։ Բայց ասում էր հարցրեք նաև երկրորդ կողմին, պատրաստ են դրան ստորագրելու թե մի վարքյան։ Դե առաջարկություն, նայեք, մենք ասում ենք ինչ որ առաջարկում են, Հայաստանից պիտի հարցնեն, դուք համաձայն եք, համաձայն չեք, չէ՞։ Հանրաքվեի մասին է խոսքը։ Հա? Հանրաքվեի մասին։ Չէ, մի բան Կազանյանի մասին։ բանը ինչ կապ ունի հանրաքվեի։ Ճիշտ ենք, էլի հասկանալի։ Չէ։ Որ առաջարկություն է եղել երրորդ նախագահ, ինչ ասեց։ Պատրաստ եմ հենց հիմա ստորագրեմ։ Սերժ Սարգսյան, հիշում ենք։ Ով որ հաջողվել, Հայաստանը, որ Նիկոլ Փաշինյանը որ խոսում է, ինքը պիտի հասկանա ինչու մասին է խոսում։ Ինքը ոչ մի բան չի կարտացել ու չի հասկանում, միջև այսօր չի հասկանում, այդ ինչ փաստաթղթեր եղել ու ոնց է եղել։ Ինքը այդ պատմությունը հետ ծանոթ չի։ Սերժ Սարգսյանը ասեց, ես համաձայն եմ։ Ալիև սկզբից համաձայն եղել, վերջում ամենտում ասեց չէ, ու ես ասում եմ դրսից ստիպել եմ, որ չհամաձայնվի։ Հայաստանը միշտ ասել է պատրաստ եմ։ Երբեք բան չի եղել, որ Հայաստանը ասի չէ, որովհետև 10-ից 9 մեր օգտին է եղել։ Միշտ այդ փաստաթղթի մեջ նշած է եղել կարգավիճակի մասին։ Երբեք չեն ասել, որ Ղարաբաղը մնում է Ադրբեջանի կազմի մեջ։ Միշտ ասել են, այս կարգավիճակը հետաձգվում է։ Հետո մենք պիտի շատ լավ հասկանանք։ Նորից ասում եմ, 10-ից 9 մեր օգտին է եղել։ Հիմա եթե մենք համաձայն ենք, Ադրբեջանը համաձայն չի։ Ու ամենակարևորն է, մենք սաղ ասում ենք, մենք պատրաստ ենք, Ադրբեջանը պատրաստ չի, Ադրբեջանը պատրաստ է, մենք պատրաստ։ Հաց դրա մեջ չի։ Նորից ասում եմ, ոչ մեկը թույլ չի տալու այն ժամանակ։ Չի տա որ ստորագրեն, պետք չի եղել ստորագրեք։ Ստորագրում ես, գործիքը կորցնում ես։ Ոչ մենք կորցնում ենք, օտար երկրներ են, գործիքը կորցնում են։ Այդ առաջի երկրորդը նախատեսված է եղել Ուկրաինայում պատերազմը։ Դրա համար իրանց պետք է եղել Հայաստանը թույլաtsնել, որ այս ճանապարհը բացվի։ Նայեք, եթե մենք վերցնենք մեր հայտարարությունը, այս բանը որ ստորագրել ենք, Հայաստանը որ ստորագրեց այդ 9 կետով։ Նոյեմբերի 9-ի մասին։ Նոյեմբերի 20-ին, նայեք։ Պատերազմը կաղնացնում են Ղարաբաղում, դեցը Արցախում։ Բայց մնացած կետերը, որ կապված նայեք, դեղ նշած է եղել, պատերազմը ավարտվում է ժամը 00:00։ Այդ ուժեր, որտեղ դիրքերում կաղնացել են, դեղ էլ մնում են։ Հետո ինչ է ստացվում։ Նշած է, ճիշտ ասած, Աղդամի մասին էլ նշած է եղել, բանի մեջ, Կարավաճարի մասին էլ նշած է եղել։ Կուբատլի Զանգելան, ուրիշ բաների նշած չի եղել, որ հազնում ենք, չէ։ Եթե
մենք ստորագրում ենք պատերազմը ավարտելուց հետո ուժերը մնում են իրանց դիրքերում, ինչու մենք Կուբարտուի Զանգիլանից զորքը հետ ենք քաշվել։ Ինչու։ Երկրորդը, դեռ կապված Ղարաբաղի հետ։ Եթե Ղարաբաղի հետ է կապված, որ պատերազմը ավարտվում է, ինչ կապ ունի Մեղրի, ինչ կապ ունի, որ Ռուսաստանի ՖՍԲ-ի սահմանապահ զորքերը մտնում են մեր տարածք։ Ղարաբաղի մասին ստորագրեք։ Ինչ որ կապված, գերեների հետ կապված, այդ Լաչինի Միջանսկի հետ կապված, լավ, պայմանավորել կառավարչար, պայմանավորել կգամ, հա, լավ, էդի սա Ղարաբաղի հետ բանաման, բայց մեր տարածքները ինչ կապ ունեն, դեմիլիտացիա, դեմարկացիան, չգիտեմ, Ռուսաստանը գալիս մտնում է, էս անում, Հայաստանն է մտնում, իրանց սահմանապահ զորքերը, ինչ կապ ունի, նայեք, հիմա ես ինչ որ ասում եմ, ես չեմ ապացուցում, այս կետեր են ապացուցում, որ այս պատերազմը պետք է եղել, որ Հայաստանը թուլացնեն ստիպեն մեր քաղաքական գործիչների ձեռքերով։ Ու բիդե հաստանք։ Այդ որ սկզբից մենք հիշում ենք, որ նոր իշխանություն են եկել, Նիկոլ Փաշինյանը ասում է, Սերժ իր անկետից է սկսել, ես իմ զորոյական կետից եմ չհասկացա։ Դուք զորոյական կետ չունես, դու ով ես։ Կա բաներ դու պիտի շարունակես։ Բայց մեկը ես ասում եմ, այդ որ ասում ենք Լավրովի պլանը, այս պլանը, այն պլանը, ես նորից ասում եմ։ Նիկոլ Փաշինյանը գնա է, ասես ստորագրում եմ, վաղը պատրաստ եմ, պատճառը կճարեն Ալիևի կասի չէ, որովհետև Ալիևը արդեն 13-4 թվից իրանց հետախուզներ շատ լավ ուսումնասիրել են Հայաստանի իրավիճակը մինչև 20 թիվ, ինչ կոռուպցիա է, ինչ աղքատպետությունն է, ինչ ունենք, ինչ ենք արտադրում, ինչ ենք առնում, ինչ ունենք, ինչ չունենք։ Ռուսաստանը սկսել է այդ բալանսը, ռազմական բալանսը ջարդել։ Հիմա ես խոսքինակ Ալիևը նստած իմ կաբինետում ամեն օր զեկուցներ եմ ստանում, ժողովուրդը շարունակում է հայրենիքից դուրս գալ, գնում է օտար երկրներում ապրում է։ Արտագաղթը կա։ Հա, դուրս են գալու։ Զենք զինամթերք չեն արտադրում պայիսներում, այսինքն եթե մենք պայմանավորենք Վրաստանի հետ, սահմանը փակենք, Հայաստան հնարավորություն չունի ոչ մի բան չարտադրում, ոչ մի բան չի կարող բերի, սկսել են աշխատել այս ուղղության վրա, այսինքն, նայեք, սաղ պլանավորված, եթե դրանք արդեն նայում են, որ Ռուսաստանը այդ բալանսը ջարդում է, 60% զենք զինամթերք ինչ որ արել է Ադրբեջանը, Ռուսաստանից 60%, մնացած 42 պետություն, 42, պատկերացնում եք, 42 պետությունից դրանք զենք զինամթերք են արել։ Հիմա Ալիևը նստած կաբինետում նայում է, բան, ուժով, ես ավելի ուժեղ եմ հիմա, ես աչում եմ դրանք չէ, ես գործարաններ եմ ստեղծում, դրանք չէ, ես դաշնակից ունեմ, դրանք չունեն, իմ կողքի պետություններ են կաղնած, իրենց ոչ մեկը կաղնած չի, դրանք լրիվ թալանչի են թալանում իրենց սեփական ժողովրդին, այնա աղքատ են, համարյա քիսատ սոված են, պայիսներ դատարկին, էս չունեն, այն չունեն, սաղ դրսից կապված են։ Հիմա Ալիևը տեսնում է նաև, որ մենք հրապարակել ենք այս Հիմա տեսնում է նաև, որ այս բանակցային փաստաթղթերն ենք հրապարակում։ Սա ինչ է տալու մեզ, ինչու արեց Նիկոլ Փաշինյանը, ինչու գնաց դրան։ Ընդ որում այդ հրապարակումներից հետո արդեն Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի հետ արդեն նրանց չի հրավիրում այդ բանավեճին, ասում էլ արդեն ասելու ոչինչ չկա, ամեն ինչ պարզ է, թող ժողովուրդն էլ տեսնի, իրենք էլ կարդան, սովորեն։ Ինչու հրապարակվեցին այս փաստաթղթերը, ինչ եք տեսնում դուք սրա տակ։ Նայեք, այդ նշանակում է, ես նորից ասում եմ, անդրադառնանք այդ ձեր հարցին։ Ուրեմն Նիկոլ Փաշինյանը ծանոթ չի այդ փաստաթղթերի հետ ու ինքը չի հասկանում ոչ մի բան այս բանակցությունների մեջ։ Այդ առաջինը։ Երկրորդը կամ իրան պետք չի եղել, որովհետև ընդհանրապես պետք չի եղել։ Նայեք, այդ նշանակում է ինքը դուք գիտեք Կազիմիրովը ով է եղել։ Այդ հատուկ նշանակությունով դեսպան Արցախի հարցով Ռուսաստանի։ Ինքը մի հատ գիրք է գրել, կոչվում է Հաղորդության Ղարաբաղին։ Հաղորդություն Ղարաբաղին։ Դե շատ այդ սաղ նոր մի տարի, երկու տարի առաջ է մահացել։ Սաղ այդ բանակցությունների հետ կապված իրան գիրքի մեջ կա։
Թեկուս Նիկոլ Փաշինյանը որ վերցնի Կազիմիրովին գիրքը կարտա, ցեզ ոչ թե Իրան հեքիաթները Կազիմիրովին, դեղ պաստատեղտերի կոպիաները դրած։ Սա նշած է, այդ առաջինը։ Երկրորդը, այն ժամանակ Հայաստանում բանը Հարութ Խաչատուրյան եւ Ալի Աբասովը իրանց ակադեմիայում Ադրբեջանում գիտնականն է։ Գիրք են գրել։ Այդ գիրքը շատ լավ գիրք է։ Դեղ նշած է ինչը Հայաստանն է ուզեցել, ինչը Ադրբեջանն է ուզեցել, ինչ ադրբեջանցիների համար ձեռնատու չի եղել, ինչ որ Հայաստանի համար ձեռնատու չի եղել։ Գոնի եթե այս երկու գիրքը Նիկոլ Փաշինյանը վերցնի կարտա, ինքը ահագին բաներ կհասկանա ու սենց այդ ֆոկուսներ չանի։ Ես նորից հիմա հարց եք տալիս ինչու համար անում։ Ես նորից ասում եմ, ինտրուդյուցիաներ է սպասվում։ Ինքը ուզում է ժողովրդին ապացուցի, որ ես մեղավոր չեմ, ես մեղք չունեմ, որ սենց է ստացվել։ Դրանք արդեն վաղուց Ղարաբաղը հանձնել են։ Նորից ասում եմ 10-ից 9 մեր օգուտ է եղել, ունդեղ երբեք չի եղել նշած, որ Ղարաբաղը մնում է Ադրբեջանի կազմի մեջ։ Ինչու՞։ Որովհետև դեռ մի հատ հարց է դրվում։ Ինչ է սկզբունքային սուվերենիտետը դա ազգերին իրավունքը առանձնալու բան։ Ինքնորոշման բան։ Վենայի կոնվենցիայում նշած է այն ազգը, որ համաձայն չի, որ այդ ազգերը կարան առանձին ապրեն, չէ, դուրս գան կազմի մեջ, չի հարգում այդ սկզբունքներ, դրանք իրավունք չունեն, որ հարգեն իրենց սուվերենիտետին։ Այդ առաջին կետն է։ Երկրորդ, դեղ նշած է, եթե դու այս տարածքը, որ դու այդ խոսքին արցախցիք, հարաբաղցիք ուզում են դուրս գան կազմի մեջ, դու չես վերահսկում, կոնտրոլի չես պահում այս տարածքին, նշում է դու այդ տարածքը կորցրած է։ Այսինքն այս գաղափարը ավելի դոմինանտ է դառնում, կամ սուվերենիտետը 30 տարի այս տարածքը մեր ձեռքի մեջ է եղել։ Ուրիշ բան է մեր դիվանագետներ ոնց են աշխատել, լավ տա վատ։ Ադրբեջանցիք փողի պակաս չեն ունեցել, չէ։ Բոլոր տեղերն էլ։ Բոլոր տեղերով վճարել են մի քանի օր առաջ Գերմանիայում կամ ինչ-որ տեղ։ Արդեն այո, նորից կոռուպցիոն, հա, մեկին արդեն ազատվել են ամնիստիային բանն արել, որ ապացուցված 500,000 ինչ-որ բան փող են վերցրել, Ամերիկայում էլ, Ամերիկայում 500,000 ասма, բան, կոնգրեսմենը կամ ինչ-որ սենատորը, բան։ Հիմա նայեք, ես պրոստ ուզում եմ հասկանամ, ոչ հասկանամ այ բացատրել ժողովրդին։ Նայեք, ինչ որ հիմա հրապարակում են, ինտրուդյուցիաներ ասպասում ժողովրդյան, ցեզ ուզում են ապացուցեն, որ Ղարաբաղը վաղուց հանձնված է եղել, ես էլ ասում եմ ոտից գլուսուտա, ոչ մի բան, ոչ մեկը չի հանձնել, բացի Ռոբերտ Քոչարյանը երկու անգամ փորձեց, երկու անգամ էլ չի ստացվել։ Առաջի անգամ այդ մեղրի փոխում են Ղարաբաղի հետ, երկրորդ որ այս ընդհանուր տուն, որ այդ որ կոնֆեդերացիա Ղարաբաղը մնում է մեծ կարգավիճակ է ստացվում, մնում է ադրբեջանցիների կազմի մեջ, երրորդ քայլը որ Ղարաբաղը բանակցությունների շուրջ հանեց, նայեք, այդ 3 կարևոր քայլը, որ ահագին մեծ վնասներ է բերել Հայաստանի համար։ Մնացած տարիներ, այս ասում եմ, այս 10-ից 9, եթե նույն ժամանակ մենք ինչ որ առաջարկել է Լևոն Տեր-Պետրոսյանը, Հայաստանը կընդունվի այս ծրագիրը, Ղարաբաղը էլ կմնա, Պաշտպանության բանակը էլ կմնա այնտեղ, ոչ մեկը չի կարող ուժ օգտագործել այն ժամանակ, ոչ մեկը, բայց սենց ասեմ, իմ կարծիքով ինչու որոշ մարդիկ Ղարաբաղից չեն համաձայնվել այս պլանի հետ կապված, իմ կարծիքով դրանք դրսից ստացել են հրաման, իմ կարծիքով, ես համոզված եմ, նորից ասում եմ, ոչ մեկին հաղորդություն Ղարաբաղում պետք չի եղել, ուրիշ բան, որ իրանց պետք չի, երկրորդ բանը, որ մենք ոչ մի բան չենք արել, որ մենք պատրաստել ենք պատերազմին, երրորդը, որ դու գալիս ես վերցնում ես իշխանությունը, քու քայլերով արագացնում ես այդ պատերազմը,
Եվ դա եղել է Նիկոլ Փաշինյանը։ Հարաբաղ, ասма ես պատրիոտ եմ, դրա համար ասել եմ Հարաբաղ Հայաստան ու վերջ։ Լսի, դու արդեն ոյ պատրիոտ է, պատրիոտը մեզի պետք է, մեզի մասնագետ է պետք։ Այնա բանում, ու մեջ ես խոսում, սաղ պատրիոտ են։ Մեզի պատրիոտը պետք է, մեզի պետք է մասնագետ, որ ծառայում է իրան հայրենիքին։ Որ դու ասում ես, ես պատրիոտ եմ եղել, դրա համար ասել եմ Հարաբաղ հետ Արցախը Հայաստանն է, ու վերջ դրանով դու արագացրել ես այս Ալիևի քայլերը, որ շուտով պատերազմ սկսեն, ki հիմք ստացել, չէ, որ ասում դե նայեք Հայաստանը ոչ մի բան չի ուզում, ասում այդ իմն է։ Չնայած միջև պատերազմը մենք իրան գլխավոր շտաբում իրան առաջարկել են, որ կամ լսի, կամ համաձայնում ենք այդ 5 շրջանի հետ կապված Հարաբաղը մնում է, կամ հետաձգի այդ բանակցի այսքան մի տարի ժամանակ տուր մենք պատրաստ ենք, որովհետև պայուսներում համարյա բան չկա պատերազմի համար, պատրաստ չենք, բանակը մարտունակը, բայց եթե պայուսներում բան չկա, օչակուչով չես գնալու, չէ, դրա համար ասել ենք կամ սենց, կամ հետաձգի, գոնի մի տարի ժամանակ տուր, պայուսները լցնենք, այդ բարի փոխումներ անենք արագ տեմպերով, փոխենք այդ գաղափարներ, որովհետև լիքը գործեր ա եղել, որ նոր թիմ ա եկել գլխավոր շտաբը։ Սա իրան ասել են, այդ որ ասում ա լիքը փող եմ դրել, լավ, վերջում որ փող ես դրել, նախ եւ առաջ 8 միլիարդ երբեք փող չեն դրել։ Դոլար, պատկերացնում եք 8 միլիարդ դոլար այդ ինչ փողը։ Այդ առաջին երկրորդը նույնը եթե հիշում եք գլխավոր շտաբի հայտարարությունը, որ ինքի մանրամասներով ասեցի ինչ կա, ինչ չկա։ Հետո իրան 20 թվին ասել են, որ հիմա լցնենք հենց հիմա, վաղը պայիսները լցնենք, ամեն ինչ անենք, 5 միլիարդ դոլար է պետք է, հենց հիմա։ Ասեց այսքան փող չունենք։ Դրա համար ես ասում եմ, այդ բաները, որ հիմա դրանք հայտարարում են, նախ եւ առաջ շատ ուշ է։ Եթե դու այսքան ուզում ես ճիշտ մարդությունը իմանալ, ժողովուրդը հասկանա ինչ ա եղել, ոնց ա եղել, առաջինը մի մեղադրի ոչ, նայեք, ինքը ինչ անում, սկզբից բոլորին մեղադրում, նայեք, այդ են մանիպուլյացիան, շատ սիրուն ձևով, սկզբից բոլորին մեղադրում ա, դուք հասնել եք արդեն ամեն ինչ արել եք, որ Հարաբաղը մնա Ադրբեջանում, դուք, սաղի վիրավորում ա, հետո ասում ա, իմանալով, դրանից հետո ոչ մեկը չի գալու իր այդ չի խոսալու, ասում եկեք նստենք խոսանք, բանակցենք, հասկանում եք ինչ ա կատարում։ Այսինքն դու սկզբից բոլորին վիրավորում ես, իմանալով դրանից հետո քեզ ոչ մեկը Այսինքն նախատրամադրությունները ստեղծում է եւ իր ուզած պլանն է ստացվում եւ իրոք հասավ եկավ արդեն այնտեղի, որ ասում է նույնիսկ հիմա արդեն բանավիճելու կարիք չկա, որտեվ ամեն ինչ պարզ է հանրությանը։ Նայեք, հանրությանը ոչ մի բան պարզ չի, հանրությունը պիտի հասկանա այդ մանիպուլյացիա է, նորից ժողովուրդ ջան, ես ասում եմ 10 առաջարկությունից 9 մեր օգտին ա եղել, նույնը 19 թվին, եթե սենց վերցնեք, ուրիշ բան ա, թույլ կտան Ալիևին ստորագրի, թույլ չտան Ալիևին ստորագրի, որտեղ արդեն ոչ մի բան, պետություններ կան, որ պետք չի եղել, որ ստորագրեն, բայց այդ երկրորդականն ա, առաջին մենք պիտի հասկանանք, որ Նիկոլ Փաշինյանը ասում այն ժամանակ հիշում եք, չէ, ասում ա վախեցած են, չեն ուզում իմ հետ հանդիպեն խոսան, չէ, սկզբից բոլորին վիրավորում է, բան է ստեղծում, որ սաղ ասել դու ես որ գնանք ու հետ խոսանք, ինքեր ասում տենում եք վախեցած են, ժողովուրդ ջան, ախր դուք քաղաքական գործիչ չեք, դուք չգիտեք այդ քաղաքական գործիչներ ոնց կարան այդ սիրուն օգտագործել, մանիպուլյացիաներ, ցեզ բանի տեղ դնեն, որ դուք մտածեք սենտ, բա տենում եք չեն գալիս, լիքը մշակված բան։ Այսինքն սա Նիկոլ Փաշինյանի պլանն է, որը սահուն ձևով ինքը իրականացնում է։ Այո, բայց մի բան ասեմ, դեղ բան չկա ու այդ փաստաթղթերից չի երևում, որ որոշել են հանձնել Հարաբաղ ու համաձայնվել են, որ մնա Ադրբեջանի կազմի մեջ։ Այդ առաջինը։ Երկրորդը նորից եւս մի անգամ ասում եմ, Սերժ Սարգսյան պատրաստ է եղել ստորագրել այս փաստաթուղթը, Կազանյան փաստաթուղթը։ Ալիևը հրաժարվեց, դրա համար, որովհետև դրսից հրաման է ստացել։
Եվ մեր ժամանակը մոտեցավ ավարտին, ամեն դեպքում այս քննարկումները դեռ կլինեն, պարոն Պողոսյան։ Ես մի հատ խորհուրդ էլ տամ, քանի որ Լևոն Զորագանը եւ Դավիթ Պետրոսյանը շատ մասնակցել են, մանավանդ Լևոն Զորագանը, ու իմ կարծիքով Հայաստանում երկու ուղղակի մարդ են գտնվում, որ այս բանակցների շատ լավ տեղյակ են ու կարան ավելի սիրուն ձևով պատասխան տա, դրանից մեկը Լևոն Զորաբյանը եւ Դավիթ Պետրոսյանն է։ Խորհուրդում տա այդ թեմայով իրանց հետ անպայման պիտի խոսացվի մայրտապանում։ Բայց ես նորից ուզում եմ նշեմ, այդ իմ համոզմունքն է, ես համոզված եմ ու որոշ ինֆորմացիա ունեմ, այդ էլ կարևոր չի։ Եթե դաժե Սերժ Սարգսյանն, Նիկոլ Փաշինյանն կասեմ եք ստորագրում եմ, մյուս օրը պրավալ կլինի, ոչ մեկը թույլ չի տա, որ ստորագրեն ու այդ հարցը ավարտվում է։ Խաղաղության պայմանագրի մասին է խոսքը։ Այո, բայց Նիկոլ Փաշինյանն մի հատ սխալ բան անում։ Նայեք, ինքը միշտ փորձում է մեկին մեղադրել, իր վրա ոչ մի բան չի վերցնում ու երբեք չի վերցրել։ Պատերազմի 20 թվականի բանակն է, ինքը չկա։ Այդ բանակցությունների հետ կապված սաղ միավոր են բացի Իրանից, ինքը չկա, սուրբ մարդ է դուրս է գալել, այսպես մի հատ սուրբ ունենք, որ չափից դուրս։ Նիկոլ Փաշինյանը որպես մարդ, ոչ որպես վարչապետ, պիտի հասկանա մի բան։ Ճիշտ մարդությունը միշտ մնում է ճիշտ մարդություն։ Որպես վարչապետ ինքը պիտի հասկանա։ Պատասխանատվությունը դու ես, բոլոր դեպքերում։ Ամենակարևորը ինքը պիտի հասկանա։ Ինքը ոչ թե պիտի սենց գործեր անի, որ առանձնացնում է ազգին, մաս-մաս է բաժանում։ Եթե դու հատուկ ես անում, եթե հետագայում մենք հասկանանք ինչու համար, ում համար, եթե հատուկ ես անում։ Եթե հատուկ չես անում, ուրեմն դու պրոֆեսիոնալ չես։ Ստացվում է դու շահերի համար ես անում, քո աթորի համար ես անում, քեզ չի հետաքրում Հայաստանի ինչա։ Դու որպես վարչապետ 20 թվականից սկսած բանակի ավարտելուց հետո, պատերազմի ավարտելուց հետո, դու որպես վարչապետ, երկրի ղեկավարը, պիտի ասես չէ, ոչ մեկին թույլ չեմ տա բանակի իրա կար շփրտեն։ Այդ առաջինը։ Ես կգամ կողք բանակի կողքը կանեմ։ Ու հրավիրեմ մեր ժողովուրդը ամբողջ մեր բանակի կողքը կանգնեն, բանակը ժողովրդի կողքը, մենք սաղ միասին իրար կողքը կանգնում ենք, ավելի ուժեղ ենք դառնում, որ ոնց որ բրուցք, մանալիտ ենք դառնում, չէ ինքել գնաց լրիվ ուրիշ ճանապարհով, բանակը տենց, բանակը նենց, ժողովուրդը վախկոտ են, Աննան Հակոբյանն ասում է 11 հոգի փախավ ձիզերցիր են դարել, հա նայեք, այդ սա քարեր են, չէ, այդ որ Աննան Հակոբյանն ասում է 11 հոգի փախել են պատերազմից, կարող է ես ավելի շատ եմ փախել, հարց դրա մեջ չի, այն զոհված ծնողներին, ինքն այդ ինչ է ստացում, ասում է նայեք, իրանց երեխեքի փախել են, ձերերը զոհվել են, հանուն ոչինչ, էլի նայեք, չէ, էլի առանձնացնում են, բանակ, նայեք, սա ամբողջ մեր հիմա պետությունը առանձնացված է, ազգը 1600 հատ կուսակցություններ են ստեղծել, որակով մի քանի հոգի կա, այն ոչ թե որպես կուսակցություն մի քանի հոգի անց, բայց ես նորից Նիկոլ Փաշինյանն ասում եմ թարգի, կաղնացրու այդ պրոցեսը, դու մեկին մեղադրելով ոչ մի արդյունքի չես գալու, դու ընդհակառակ դու այս ճանապարհով ես գնում, որ օրից օր Հայաստանը թուլանում է։ Մի վախեցի, եթե ամենաուժեղ մարդ ասում է, ինչ առածը չարածի համար ես եմ պատասխանատու, միայն ուժեղ մարդ, իսկական երկրի ղեկավարի բառն է էդի, առածը չարածի համար պատասխանատու ես եմ, ոնց որ գեներալ Գասպարյանն ասել։ Եվ պարոն Պողոսյան, ես այդ մի հատ բառ ասեմ ավարտում եմ։ Ուրեմն ես նորից առաջարկում Նիկոլ Փաշինյան, եկեղեցու այդ պատերազմի ավարտի։ Ընդ որում ես դրան եմ ուզում անդրադառնալ, երեք ինքն հայտարարեց, որ կարդացել եմ միտեղ, որ ասում է Նիկոլ Փաշինյանը ոչնչացնում է եկեղեցին, քայքայում է, ինքը այդ կարծիքի հետ համաձայն չէ, ասում է ես նման բան չեմ անում։ Եվ դեկտեմբերի 10-ին եպիսկոպոսատ ժողովն է լինելու, ինչ է լինելու։ Մենք մի հատ տուղթ ենք ներկայացրել
դեկտեմբերին 20-ին ԱԱՑ-ին գլխավոր շտաբից, որ Թուրքիայից ինֆորմացիա է ստացվել Դեռ 2020 թվականի մասին է, չէ՞ խոսքը։ որ Թուրքիայի Ադրբեջանի հատուկ ծառայություններ հանդիպել են Իստանբուլում այդ Վարֆալամեի Կոնստանտինոպոլի հետ երկու հատուկ ծառայություններ Ադրբեջան եւ Թուրքիա ու իբրև Ալբանիայի այդ բանը կատալիկոսը կամ չգիտեմ ինչ այդ հեքիաթներ որ սկսել են ստեղծել մեր դեմ դեղ պլաններ են մշակել եկեղեցու Հայաստանի հետ ինչ պիտի արվի եւ Ղարաբաղում այդ նույն Վարֆալամեին է որ առանձնացրեց Ուկրաինայում եկեղեցու ռուսական Ուկրաինայում նույն ինքն է մասնակցել այս process-ի մեջ ու Ադրբեջանը եւ Թուրքիայի հատուկ ծառայություններ իր այդ հանդիպել են ու աղագին ժամանակ խոսացել են Հայաստանի եկեղեցու հետ հայերի եկեղեցու հետ կապված նույն Արցախում եւ Հայաստանում մենք որ այդ ինֆորմացիայի բանը ստացել ենք մենք նույն օր մեր գլխավոր շտաբում Էջմիածինի ներկայացուցիչը կա Տեր Հայանը ստացել Մի անգամ էց Այսինքն գլխավոր շտաբի տեղեկատվությունն է սա, դուք ստացել եք գլխավոր շտաբում այս տեղեկությունը, որ դեռ 2020 գլխավոր շտաբում այ մենք աշխատել ենք Մենք ովքեր Որպես պետական մարմին եք եղել թե Գլխավոր շտաբը դա կարող է Դե նկատում եմ դա գլխավոր շտաբի գործունեությունն է Որտեղից մենք ստացել ենք, դա կարևոր չի Կարևորը որ ստացել ենք ու արդեն որպես գլխավոր շտաբ Քանի որ խոսք օրինակ, վերցնենք sense, ես որպես գլխավոր շտաբի խորհրդական այդ ինֆորմացիա ստացել։ Մենք նույն օր պաստատուղթ նամակ ուղարկել ենք Գարեգինին երկրորդին, ասել ենք sense բաներ է սպասվում, մտածի մի հատ ինչ ես անում։ Եթե վարչապետի չի հիշում, վարչապետին էլ ես զգուշացնեմ։ Այդ բան ոչ զգուշացեմ, այ հիշեցնում եմ։ Եթե հիշում եք, sense պաստատուղթ Ձեր մոտ էլ է եկել, երկրորդ նույն պաստատուղթը մենք տվել ենք ԱԱՑ-ին, որ այս տիպի հանդիպում է եղել ու սենց բաներ է սպասվում։ Ու մենք կարողացել ենք հանգարել այս ծրագիրներին։ Հիմա ես նորից ուզում եմ ասեմ, վարչապետը պիտի հասկանա, ինքը ոչ պիտի առանձնացնի հայ ազգին։ Հիմա բազմաթիվ կանակով մարդիկ կանգնեցին Գարեգին երկրորդի կողքը։ Սա հասկանում եք Գարեգին երկրորդի մասին չենք խոսում։ Կաթոլիկոսին ինստիտուտի մասին ենք խոսում։ Մենք շատ լավ հիշում ենք 18-ին, որ սկսել են թերթերի վրա քարշ շպրտել։ Հիշում եք։ Հետո ստեղծում են ազնաժողով Անդրանիկ Քոչարյանի բան կոմիտեում, անվտանգության եւ պաշտպանության կոմիտեում Արցախի դեպքերը 4 օրվա պատերազմի հետ կապված, չէ։ Ես ուզում եմ Անդրանիկ Քոչարյանը մի հատ հաստամ։ Մինչև 20 թվականին ինչ արդյունք եք ստացել։ Ինչ եք հասկացել պատերազմը, ինչու սենց է ստացել 4 օրվա մեջ։ Չնայած, հիմա հրապարակում է, հանրային եմ ասում։ Ու վկայներ կան։ Ու ես իրան ասեմ, գնա կանչի Բակո Սահակյանին հարցրու։ Սենց պաստատուղթ իրան բերել են տվել են, պրիմոյ կաբինետում Անդրանիկ Քոչարյանը։ Ասում եմ մարդիկ կան, որ վկայեն Ես 15 օր առաջ զգուշացրել եմ ամսի քանիսին պատերազմանում ու ինչ քանի օր ածկելու։ Այդ ազնաժողովը որ ստեղծել եք ինչու համար։ Առաջի դպոցը բանակի եղել է որ այդ ազնաժողովն են ստեղծել։ Հատուկ որ դիսկրեդիտացիա անեն բանակի դեմ։ Հատուկ։ Որտով մենք ոչ մի արդյունք չենք ստացել, չենք հասկացել ինչու սենց է ստացվել։ Չեք հրապարակել ոչ մի այդ Պաստատուղթ չեք, այդ 4 օրյա պատերազմի մասին, այլ չեմ ասում 44 օրյան էլ զեկուցիչ չեք նարել։ 18 թվականից այդ ազնաժողով եք ստեղծում, մշակույթի նախարարություն եք փակում, գյուղատնտեսության նախարարություն եք փակում, սպորտի կոմիտեներ եք փակում, սպյուրքի նախարարություն եք փակում, նայ սկզբունքների ինստիտուտներին ջարդփշուր է սկսել։ Բանակի իրենց սկսել են կար շպրտել։ Պատերազմից հետո շարունակում են նույն ազնաժողովը Նախիվար առաջի ես հարցամ, դեղ մի ինչ մի հատ մասնագետ կա, որ կարա գեներալին կանչի հարց տա։ Քարտեզ եք կարդում, հրամաններ եք ծանոթ եք, դուք հասկանում եք, խոսք ունեք մի հատ գունդ, ինչ լեյնության ու խորություն
մի հատ գունդը իրան բաներ է կատարում։ Ասեք, դու մեկը գնաց այնտեղ այդ ազնաժողովից կարող ասել, որ գունդը խոսքին 10 կիլոմետր սենց 15 կիլոմետր տես գիծապահում։ Ախր այդ բաները չգիտե գալիս եք գեներալներ եք կանչում, գտապետներ եք կանչում, հարցեր եք տալիս։ Հələ մի հատ հարց տվեք, մի հատ ձեր ԱԳՆ-ն ինչ արել։ Ռազվեդկին հարց տվեք, ինչու մեզ տեղեկություն չեն տվել, միջև պատերազմը, որտեղից են խփելու սկզբից, որ ժամին, որ օրին, որ ամսին։ Հիմա այդ ամենը կաթողիկոսի հետ ինչ կապ ունի, որ Ասում եմ, չէ, որ սաղի իրական են շփորտում։ Իրաց մեղքը չեն զգում։ Մեզ 1 րոպե ժամանակ է Հա, մնացել, պարոն ուրեմն, թող դրանք իրանց աչքերի նայեն, ասեն դուք ինչ եք արել, ասում նորից ասում եմ վարչապետին, ես առաջարկություն եմ անում։ Մի առանձնացրու ազգին։ Եթե կաթոլիկոսի հետ խնդիր ունես, խնդրում եմ, գնա սուս փուս իր հետ հանդիպի երկուսով խոսացեք։ Իսկ դեկտեմբերի 10-ին ինչ եք սպասում եպիսկոպոսատ ժողովը, ինչ է անելու։ Կաթոլիկոսը պիտի մնա, ոչ մեկը չի կարող ազնի եկեղեցու իրա, հետո տո Նիկոլ Փաշինյան գնա, կաթոլիկոսի հետ ես առաջարկում եմ հրավիրի իրանք ու բնակարան, տուն, որտեղ ես ապրում, մի հատ լավ սեղան ես դնում, կոֆե եք խմում, չայ եք խմում, գինի եք խմում, ինչ եք անում, երկուսով որպես երկու հայ խոսացեք ու այս պատերազմը ավարտեք։ Ու ժողովուրդը դրանով կուրախանա։ Հետևենք զարգացումներին, պարոն Պողոսյան, ամեն դեպքում փաստաթղթերի հետ էլ կապված կլինեն դեռ քննարկումներ, դեկտեմբերի 10-ն էլ մի քանի օր է մնացել, կտեսնենք ինչ զարգացումներ են։ կապված իմաստը չկա։ Հուսանք, եթե չլինեն ընդդիմադիրների կողմից նոր տեսեք Քիվեստի հետ պայմանագրի հետ կապված հայտարարեցին, որ չկա։ Ուրեմն ում հետ խոսացել են, դրանք ասում են, իմաստը չկա, իրան պատասխանենք։ Իրոք իմաստը չկա։ Տեսնենք, հետևենք զարգացումներին։ Հարգելի հայրենակիցներ, այսօր այսքանով ավարտում ենք, հետևեք զարգացումներին, մնացեք խաղաղությամբ։